Հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ նաև, որ այս պահին Շենգավիթի դատարանում ընթանում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, այսօր խափանման միջոցներ էր քննվելու, մասնավորապես բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց նոր խափանման միջոց, տնային կալանք և բացակայելու արգելք։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ։ Փոփոխվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված կալանքը, տնային կալանք էր նրա նկատմամբ կիրառվել, որը ևս փոփոխվել է, վարչական հսկողություն է սահմանվել Ռոստոմյանի նկատմամբ։ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոցներ, վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ Արման Իսրայելյանի կալանքը ևս փոփոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը։ Նշեմ, որ գլխավոր դատախազությամբ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել քաղաքացիների նկատմամբ հետապնդումները, ապահովել դատարանների անկախությունը և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Մեր պայքարը մեր կալանքի տակ գտնվող հայրենակիցների իրավունքների համար է, մեր պայքարը արդարության համար է, մեր պայքարը բռնապետության դեմ է, մեր պայքարը դեմ է ներկա բռնապետական իշխանություններին, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն։
Մեր պայքարը անարդարության դեմ է, մեր պայքարը ներկա բռնապետական իշխանության դեմ է, մենք պահանջում ենք մեր հայրենակիցների ազատությունը, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին։ Oh,